ես ճշմարտությունն եմ ասում։ Ես եթե փամը պետք է կարողությունը ընծայվեր ինձ որ փոխեի հայի մտածելակերպը։ Ես չեմ հավատում որ դղամարդ եւ իքական սերի միջև սեր կոյություն ունի։ Այդ առաջին օրերը եսա ողջևորվեցա, որ փոփոխությունը պիտի կա։ Բայց բացահայտվեցա որ ինքնասդախոսի մեկն է։ Հարսի հակոստին համար 15-ին $35,000 կվճարեք, բոլոր նպատակը է որ դղան աղջիկան է դգլոր անգողին մտնի։ $35,000 կվճարես, էշի դեղ տրադիստուն քեզի, ընդհանրապես դքետ ժողովուրդները ցուցամոր գլան։ Այդպեսին դարձել եք, թե այդպեսին ծնվել եք։ Ես աշխարհի ամենահաջողակ մարդն եմ։ Հայը եւ որ Թրամփի վճարե, դոլար բիտ վճարե, հայկականին չի վճարեր։ Մեր Լոս Անջելեսը աղբանոց դարձած է։ Այսօր ոյ մեկ հայ հբար դե որ հունարեն գրնա բարել ինքը։ Ոյ մեկ հույն կյանքի մեջ չի մտածեր որ հայկական Yarxuştan բարի։ Արամ Աստադրյանի 70-ամյակն է, okay, երկերու մեծամասնությունը թրքերեն է թարգմանված։ Արգատի Դոմիգյանի համերգը գալիս է Պևնե Պերան լեցում բիդելա։ Իմ ընկերոջ Տիգրան Աստադրյանի երկերու մեծամասնությունը թրքերեն է թարգմանված հայերեն երկերեն։ Հայը գույրորեն հետևում է ադոր եւ պատրաստ է տրամ վճարելու։ Օրհնեցի եւ բաբանեցի ծեր էշությունը։ Արժանացեք արքայական հանգստի։ Սիրով ողջունում եմ նրանց, ովքեր միացել են մեզ եւ հետեւում են հաղորդաշարին։ Այսօրվա իմ հյուրը չափից ավել ճշմարտախոս է։ Երևի թե սա է պատճառը, որ ոմանց մոտ ձևավորվել է թյուր կարծիք, որ իմ այսօրվա հյուրը հայհոյող հաղորդավարներից է։ Կպարզենք միասին, պիտի ասեմ, որ նրա անունը եւ առհասարակ նրա տեսակը ծանոթ է աշխարհի գրեթե բոլոր հայերին։ Ստեփան Փարթամյանն է այսօրվա հյուրը։ Բարև ձեզ Ստեփան ջան։ Բարի լույս։ Կարելի է ձեզ անունով դիվել, պարոնով չդիմեմ։ Իհարկե, այո, կոլեգա ենք մենք։ Կոլեգա գործընկեր, այսինքն։ Այո, գործընկեր։ Մարդ Արարածը դիդրոսները գերձեն։ Մարդ Արարածի մարդը անումը ընծայված է իրեն, զնող անումը դված է։ Հիմա գնաս հավնիլ չի հավնիլ, բայց այդ անունով պետք է կանչվի։ Ես միշտ գադակ եմ անում, որ Հայաստանի մեջ միշտ ասանք մի 3 նախատասություն դիդրոս կա, նախքան մարդու անունը դա։ Իսկ աշխարհի ամենահռչակավոր մարդը իրեն իր անուն ասկանունով են գոչում։ Չեմ կարող չհամաձայնել ձեզ հետ։ Դուք այսօր գտնվում եք շատ հարազատ ձեզ միջավայրում։ Այո։ Որտեղ տարիներ առաջ հենց հաղորդում եք պատրաստել, եթեր եք հեռարձակել եւ նախքան այսօրվա մեր ձայնագրությունը բնականաբար արդեն մեր տնօրենի հետ, մեր շատ սիրելի Կարինե Կեպենյանի հետ խոսում եւ հիշում եք այդ օրերը, թե ինչպես եք պատրաստում հաղորդումները։ Հուզմունք կար ներս մտնելիս, ինչ եք զգում, որ դուրը բացեցիք ներս մտնել։ Ես ընդհանրապես անհսկան մարդ եմ։ Այ։ Քանի որ ես զգացումներով չեմ հարաճտիմել ոչ մեկ որոշում, ոչ մեկ իրավիճակ։ Ինձ համար սովորական էր, բայց հաճելի հիշողություններ կան։ Բայց հուզվել, ուրախանալ, դխրիր երբեք։ Այդպեսին դարձել եք, թե այդպեսին ծնվել եք։ Չէ, մարդը գտարնա, մարդը չի ծնվիր որոշ տվյալներով։ Ամեն ես հավասար կծնվենք, բայց հետո կյանքի ընթացքին մենք մեզի կգրտենք, ոչ թե գրթության օջախ կերտանք եւ կգրթվենք, մենք մեզի դրամապանություն կամ զգացումներով կբաժնենք մեզի ուրիշներից։ Ես ընդհանրապես գտնամ ասել, որ մինչև ամուսնալուծվելս զգացումներով էի, ամուսնալուծվելս հետո խելքի աշեցեք հասկացողությունը եկավ եւ անդրադարձա, որ զգացումները մարդու շատ ավելի վատ իրավիճակի մեջ կգտնե, կթողե, այդ իսկ օրվանի արդեն դրամապանությամբ եմ եւ դժբախտաբար մեր ասկին ծրակիներս ամուսնալուծումից հետո սկսավ եւ դրամապանությամբ մեր ասկին հետ խոսին, բայց նրանք դեր զգացումներով ինձ հետ գարդայդվին։ Բայց հնարավոր է արդյոք ապրել առանց սիրո, առանց զգացմունքի, ինչպես դուք եք նշում։ Նայեցեք, սեր դարբեր հարցեր են։ Ես չեմ հավատում, որ դղամարդ եւ իքական սերի միջև սեր կոյություն ունի։ Նույնիսկ։ Այո։ Քո ծնողքի եւ քո միջև, քո զավակի եւ քո միջև, քո հարազատներու միջև սեր կոյություն ունի։ Մենք ամոթ եւ բարը շատ ենք օգտագործում ամեն ինչ ծածկելու համար։ Ուրեմն դղամարդը եւ իքական սերը ոչ թե սեր ունեն իրար հանդեպ, այլ գիրք ունեն իրարու հանդեպ։ Ամեն մարդու որ գտեսնես, ամեն գնգա որ գտեսնես, այսինքն չես ցանկանար։ Բայց մեկը գլա որ քո ուժը եւ իր ուժը իրարու արդեն
մոդիկ են, նախորոք արդեն իրար հետ եղած են։ Նա սեր չէ։ Նա հանգիստ իրավիճակսել է։ Լավ, ես այդ դեպքում պետք է հարցնեմ, ինչ է ձեզ սերը։ Տեսեք, սերը միայն իմ պատկերացմամբ դա ձգողական ուժը չէ, որ տղամարդը ձգտում է դեպի կինը կենակցելու համար, հարաբերվելու համար, կա էլեմենտար սովորական կարոտ հասկացողությունը, չէ, որ տղամարդը կարող է կարոտել կնոջը, կարող է ցանկություն հայտնել պարզապես գրկելու, համբուրելու, հոգ տանելու իր համար։ Այդ բոլոր դվյալները ես ունեմ, ես շատ եմ սիրում անոնք կատարել։ Բայց ես նա ֆիզիկական բանջ կնե։ Բայց մենք քանի որ հայերս ամոթեներ շատ ունենք եւ սերային հարաբերությունը մեզի համար ամոթ է բացահայտել եւ խոսել եւ ասել որ ես ցանկություն ունեմ քեզ հետ դա աղջիկ կամ դրաման ադիս պատճառով մի ասենք առասպելական բամություն ենք ստեղծած անունը կոչացեր նա սիրեց ես միշտ աղջիկերքին ասում եմ կարող եմ ես քեզի հետ երկու շաբաթ քո խաղը խաղալ վերջավորության անգողին երթալ կամ կարող եմ այսօր քեզ ասել որ մենք ես եւ ցուն սկում ենք այդ ուժը անգողին երթանք իսկ 3 շաբաթ հետո որ գդարեցի եւ կացինք նրանից 3 շաբաթ հետո քեզի կարող եմ ասել որ մեր հարաբերությունը իրար հետ համապատասխան չէ այսի ցուն այդ մեկը գտնունիս քանի ես քեզի խապեցի այդ 3 ամսվա ընթացքին բայց եւ որ անգերզ մոդեցա քեզի չընդունեցի տարիքս թույլ չի տալիս բայց պիտի հարցնեմ այդ տրամաբանությամբ դուք պետք է 2 շաբաթը մեկ կանանց փոխեիք տենց էր թե չէ չէ չեմ անում այդ մեկը այդ խաղը չեմ խաղում ես ինչպես որ ճշմարտախոս եմ Ոյ մեկ իքական սերի որանի դրաներով հետաքրքրված չեմ ամեն մարդ նույնիսկ զրակերներուս մեջ ինձ ասել են որ դու միասիրական ես ասում եմ ես չէ ես սիրում եմ իքական սերը նա ֆիզիկական հաճույքն է եւ ես վարգյանական հայտնում եմ եւ որ ասում եմ որ նրա գոմից է նույն արժեքները գոյություն ունին քանի որ մարդ արարած այդ կարողությունը ունի որ ըսկա այդ ժամանակ հայտնում եմ եթե իրենք Կարողությունը չունենան ըմբռնելու, իրենք արդեն վնասի իրենց է ինձի չէ։ Քանի երկրակունթի վրա 8.5 բիլիոն մարդ կա, որոնց գեսը գին է, գեսը դղամարդ է։ Սա ես չէի իմանում, որ երդասարդ էի։ Ես շատ մաքուր հայերենով ասեմ ռոմանտիկ տղա էի, սիրահարվել եւ այլն եւ այլն։ Եվ եթե նայես այսօր ես միշտ նույնիսկ ծրագրի մեջ ասած եմ, որ ամուսնությունը էշություն է։ Մարդիկ ասում են, չէ, այդպես բան մի ասե։ Ասում եմ սիրելիս, ամուսնության օրը քո բոլոր շուրջի արևդուր կատարողները քեզի էշի դեղ դրած են, ասում են ինչպես։ Ասում եմ վարսահարտարը եւ որ ինձ ասես որ մազս պիտի սարքեմ այսօր $50-ին $100 պիտի քեզի ասե որ պիտի արժի, գախումն ինչ է անում։ Բայց ես այսօր գամուստանամ գոր $700 գսկեսի, ուրեմն քեզի 600 անգամ էշի դեղ դրավ։ Կամ օրինակի համար եւ որ ծաղիկ պիտի ապսպրես Եթե հարսանիք է 100,000-ի ծաղիկ կա բսպրեն գոր մարդիկ։ Էշու դեր գտնես գործուն քեզի։ Դուք արարողության մասին եք խոսում, ամուսնական արարողության։ Նույնիսկ եկեղեցին, եթե երթաս եկեղեցին զո բիդ ամուսնանամ, քեզի ասում են որ 1500, 2000, 3000 կամ $500։ Որոշ եկեղեցին քեզ ասում են չէ, ինչ ուզես քեզանից փխի վճարե։ Այսինքն ամեն ինչը արևդուր դարձված է։ Չէ, այդ տեսանկյունից միանշանակ ճիշտ եք, բայց նույն հաջողությամբ կարող են կին եւ տղամարդ առանց որևիցե ծիսակատարության, առանց որևիցե պսակադրության պարզապես միասին ապրել։ Ես կյանքից մեջ մեկ անգամ էշություն ըրած եմ։ Եվ էշությունից հետո այդ մարդկության վերադարձա եւ քանի անգամներ նույնիսկ ծրագրի մեջ դարիներ առաջ հայտարարած եմ։ Ես պատրաստ եմ նորեն էշանալու եւ որ թիմացի զույգս իքական սերը եւ ես լրիվ մերկ հանրության արչեւ մեր հարաբերությունը կներկայացնենք։ Կարող եք, բայց իհարկե, եթե անես աղջիկ մը լինի, ինչու՞ չէ։ Քան թե որ ասում եմ, հարսի հագուստին համար 15-ին $35,000 կվճարեք, բոլոր նպատակը անիկա որ դղան աղջիկան է դգլոր անգողին մտնի։ $35,000 կվճարես, էշի դեղ տրածես տուն քեզի, որ կարող ես այդ 35,000-ով 1000-ը մեկ լավ բան կդարես կյանքիդ մեջը։ Ուրեմն սա մեր ասկի ստրուգի հոգեբանություն եւ աղքադի հոգեբանություն։ Գուցե ցուցամոլ։ Ցուցամոլությունը արդեն նահաբեդական դիդրոս է հայ ասկին համար։ Ուրիշներն է ցուցամոլ են։ Ընդհանրապես դքետ ժողովուրդները ցուցամոլ գլան։ Ադոր համար ատփարը գա չէ նոր հարուստներ նովորիշ կսեն չէ new rich հասկացողությունը։ Բայց
նա որ գրթված է եւ ոչ թե համասարանկացած է, նա որ բժիշկ եղած է, փաստաբան եղած է, չէ։ Գենցաղի գրթություն ունեցողը այս բոլորի մեջը այդ զագին չի ինար։ Եվ ինչպես որ գիտեք, էշը փոսի մեջ մեկ անգամ գինա, իսկ հայը այստեղ ես քանի անգամ երկած եմ այս սրահի մեջ այդ մեկը, իսկ հայը նույն փոսի մեջ 1000 անգամ։ Ցավոք։ Դուք կարծես թե կռահում եք ինչի մասին ենք մենք այսօր խոսելու եւ շատ կարճ, ակնարկ եւ անդրադարձ արեցիք բոլոր թեմաներին։ Հոյագա։ Հա, 7 թեմա ունենք, 7 հարց ունենք։ Այո։ Կարող եք ցանկացած ընտրել եւ այդ հարցը, որը կընտրեք, արդեն դրա շուրջ կսկսենք ծավալվել։ Խնդրեմ։ Ընտրությունը ձերն է։ Եվ մի անակնկալ է ձեզ սպասվում մեր հաղորդման գործ։ Ճանաչեք արքայական հանգստին։ Կփոխեի։ Չէ։ Ինչ կփոխեիք ձեր կյանքում եւ առհասարակ աշխարհում։ Ինչ կփոխեի։ Մարդ կարողություն ունի հանրայինը փոխե, բացի եթե գոբիտ լինի։ Այսինքն ազնիվ խոսքերով մարդը չի փոխվիր, թիմացին հանրայինը չի փոխվիր։ Իմ ծրագրերու ընթացքին օրինակ մարդիկ միշտ ասում են որ շատ գոբիտ ես։ Ասում եմ եթե գոբիտ չլինեմ, դուք մտիկ չգներ ինձի։ Ես եթե փամը պետք է կարողությունը ընծայվեր ինձ որ փոխեի հայի մտածելակերպը աշխարհի վրա անձրևը ամբերի մեջ կգուտակվի եւ գահասնի երգիր իսկ հայկական անձրևը երգիրից կսկսի եւ կբարձրանա ամբեր այսինքն աշխարհի մեջ ինչ որ կարելի է որ բադահի թեգուզ ամենա թվապանության ամենակարևոր մեկ կումարած մեկ հավասարի երկուսին հայկական իրավիճակի մեջը մեկ կումարած մեկ չլար երկու միշտ փամը պետք է ավելցնի հայը մեջը եւ այսինքն նույնիսկ Այնշտայնի ձգողական ուժի այդ չափանիշը որ գա ես միշտ ասում եմ ավելցուցեք մեջը այբ առանց այբի հային համար նույն ձգողական ուժը չի աշխատի դե հայերից է չէ դուրս եկե որ ասում են 2 անգամ 2-4 ու մաքսիմում 5 ուրեմն հայը քանի որ ինքնավստահ չէ քանի հայը գրթված չէ հայը քանի որ չի գիտեր իր մասին թե ինքը ով է վերջի հետո մեր արյունը մեր դեսագը դարբեր է չէ բայց այսօր արդեն մենք դարձանք հասարակ այլև մեր արյունը դարբերություն չունի իր մեջը մնացած ոյնը այդ իսկ պատճառով ինքը փնդրդուքի մեջ է եւ ինչ որ թիմացիկա գնմանի լողալ չիմացողը եւ ցավոք վատն է որթագրում վատն է վերցնում անմիջապես լավը թողնելով գնմանի այդ լողալ չգիծողը եւ որ լիջի մեջ է եւ գխեղտվի ինչ պիտի փորձե ճուրը բռնել եւ ասկոմը դերած է դախտակը որ գնա դախտակը բռնե եւ ազատվիլ բայց քանի որ ինքը գործված է արդեն կարողություն ունի դրամապանությամբ գնա նայի 4 կողմի ինչ է թեգուզ որ շունչը կգործընծնե եւ դեսնե դախտակը որ ծարին ջուղն է եւ բռնե ադո որ ինքը օդը կգնա ինքը ճուրն է փնտրում այսօր Լոս Անջելեսը մինչեւ Երևան Լիբանանեն մինչեւ Ֆրանսա իրականչուր հայ նույն այդ խեղտվող անհատն է եւ քանի որ դրամապանություն ունենք մենք նայեցեք Արցախ գործընծուցինք դեռ մինչեւ հիմա երկում ենք որ Արցախը մեզի երբ պիտի վերադարձնեն ինչ որ 100 տարի արևմտյան Հայաստանի մասին երինք Արցախ գործընծուցինք 100 տարի սպիրկի մեջ գազագերբությունները իրենց 50-ամյակը 70-ամյակը դոնեցին Հայաստանի մեջ մարդացեց որ ավելի լավ կյանք պետք է ունենամ բայց ոչ մեկ չմտածեց որ պետք է մենք զինվորական մեծ կարողությունների դեր դառնանք Հայաստանցին կողցավ ամեն ինչ Հայաստանի մեջ սպիրկի հայնա իր երազները մի անցել լոզունգներով կատարեց ես նույնիսկ աստրայի մեջ հայտարարած եմ որ Հայաստանցին ունի Լենին բաբիգը իսկ սպիրկահայը ունի Թալատ Փաշան սա երկու մտածելակերպներ կա Լենին բաբիգին աչև իրականչուր հայաստանցի խոնարեցավ եւ մինչեւ այսօր կխոնարի եթե Լենինը չէ կարծում եք որ այդպես այո եթե Լենինը չէ Uncle Sam-ն է կամ Չինաստանի ղեկավարն է իսկ սպիրկի բարակային նորեն Թալատ Փաշայի այդ 600 տարի Օսմանյան գայսրության ստրուգի հոգեբանությունը եթե թուն $300 նվիրես մի գազագերբության թուն $300 նոց
թրքերենով ասեմ, աղա գտարնաս։ Եթե Բայց 300,000 այդ երևույթը բոլոր ազգերի մեջ կան։ ինձ չի երակել կարող է լինի, բայց նրանց ուղելը իմ ասկին չի առաջի։ Մենք այդ Armenianism-ը ասեմ, որ հասկանանք, քանի Իզմերի գահավատանք մեր ժողովուրդը, որում մաքուր հայերենով հայկականություն է, ճունին գադիգա։ Ուրեմն իմ փոփոխությունս, որ ես կցանկանամ փոխել, հայի հայկականություն ընձայել։ Բժիշկ լալու համար պետք է թուն անպայման 10-15 տարի համալսարան երթաս, քանի թութագի կորձ է բժշկությունը։ Քեզ մի առաջվա ինչ որ ըրած են փորձած են, թուն բիցորվիս որ գադարես։ Նույնը փաստապանը, նույնը հաշվաբահը։ Ինչու մարդիկ կարծում են, որ մորը արքանտից դուրս ելնեն է, եթե մայրը եւ հայրը հայ են, ինքը պետք է գոչվի հայ։ Ինքը ոչ մի գիտելիք չունի։ Մտածելակերպը պիտի լինի։ Ուրեմն հայկական դպրոցը հայկականություն չի սորվեցնել։ Վարդան Մամիկոնյան, առաջին քրիստոնյա ազգը, սրանք հայկականության հետ ոչ մի կապ չունին։ Մենք ծովից ծով Հայաստան ունեինք, եղբայր այսօր լերից լեր Հայաստան պիտի չի ունենանք, բայց մենք հոլովում ենք եւ բորում ենք եւ գավչում ենք եւ մեր զավակներին ուզում ենք ասել, որ թունք իրես 2000 տարի առաջ մենք ծովից ծով Հայաստան ունեինք։ Տեսեք, չափանիշներն են փոխվել եւ այսօր երիտասարդների հետ երբ շփվում ես, նույն երիտասարդների, ովքեր բնակվում են Հայաստանում, չէ՞, նրանց մեջ որքան է լինի հայրենասիրություն, միևնույնն է, կա ձգտում դեպի Եվրոպա, կա ձգտում դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ոմանց մոտ ձգտում դեպի Ռուսաստան, բայց ցավոք սրտի հայրենիքում շենացնելու միշտ պատճառ գտնում են, ասում են ղեկավարությունը լավը չի, պայմանները լավը չեն, գումար չենք կարողանում բավարար աշխատել, շատ են։ Մարտ Արարածի ամենակարևոր դվյալը ամերիկյան դոլարն է։ Հա, բայց դոլարն էլ արժեքազրկվեց այսօր այստեղ։ Այո, եւ ամբողջ աշխարհում։ Բայց նորեն հոս վաստակում է, չէ՞, այսինքն մարդը ուր որա լինի, ուզում է եկամուտ ապահովե, որ մարդկային կյանք ապրի։ Այսինքն հնարավոր է եկամտի խաթր հրաժարվել հայրենիքից։ Իհարկե։ Դե՞ց է ստացվում։ Իհարկե։ Ուրիշները հասկացել են, իսկ հայը ես ասել է։ 72 տարի սովետական միության ժամանակ Սպիրկը ասեց Կալդարիվան, ուրիշը ասեց պիտի կրավենք ամեն ինչը, մյուսը ասեց բանկոթոմանը տաշնակցությունը կրավեց, այսօր ոչ տաշնակցությունը, ոչ շրամգավարները, ոչ նշակները գտնան փամը գդարել։ Այսօրվա Հայաստանի ղեկավարությունը 72 տարի ասեցին կոմունիստներուն թե մենք նորը բիտնենք, ամեն ժամանակաշրջանին որ նորը գուքա, նա գսե ինձ մի առաջվանի հանցանքով ես այսօր չեմ գնալ որ փամը անեն։ Մեկը մյուսի վրա գցելով, այո։ Այսօր ուզում ենք մեր երեխաներուն ասել, որ Արցախը իդ պիտի կրավենք։ Անկարելի է։ Անկարելի է։ Ոչ Արցախ, ոչ Արմենիան, եւ այսօրվա Հայաստանն է գտնա մեր ցերքեն եւ տալ, քանի որ հայաստանցին քողավազագին մեկն է։ Ես ես խոստանում եմ, որ մեր հաղորդման այս հատվածը ես կառանձնացնեմ եւ տարիներ հետո, երբ Արցախն ու Արևմտյան Հայաստանը կլինեն դարձյալ մերը, ես հենց կհրապարակեմ ու կասեմ, որ մենք այս մասին խոսել ենք AMG-ի հեռուստատեսության եթերում։ Մեր կյանքի մեջ ադիգա դի չի լինի։ Բայց չէ, չի լինի։ Բնական աղետները եկեք չմոռանանք։ Նայ ուրիշի վրա նորից են նաև աստվածատուր երևույթներ։ Աստված գոյություն չունի, սիրելիս։ Այդտեղից է գալիս։ Եկեք հիմա շատ չծավալվենք, որովհետև մենք դեռ 6 հարց ունենք, որոնց շուրջ խոսենք, եւ ես վստահ եմ, որ բոլոր հարցերի շուրջ մենք խոսելու ենք շատ հանգամանալից ու բովանդակալից։ Խնդրեմ ընտրեք հաջորդը, Ստեփան ջան։ Ստեփան Հոկիս, քանի ջանը բարսկերեն է։ Ստեփան Հոկիս։ Այո։ Հաջողակ եմ։ Ձեզ համարում եք հաջողակ։ Ամեն մարդ ինքը հաջողակ է։ Ամեն մարդ ինքը չափանիշ է գտնի, թե ինչ է ուզում յանքի մեջ եւ ինքը հաջողակ կդառնա։ Բայց եթե ամեն մարդ ուզե ինքը նմանի մի ուրիշին, որ ինքը հաջողակ կոչե, արդեն ինքը ցախողած է։ Որն է ձեր հաջողության բանաձևը եւ ինչով եք դուք հաջողակ։ Ստեփան Պարտամյան ինքնին ստեղծված անձնավորություն, քիչ առաջ քո պասման խոսքի մեջ էսին, աշխարհի վրա չկա հայմը, ուղագի կամ անուղագի օրեն չիմանա Ստեփան Պարտամյանը։ Մեկը ասում է հայոյող, մեկը ասում է շատ խելացի, մեկը ասում է աբուշի մեկն է, մեկը ասում է այդ մարդու մորուքը ես չեմ սիրել, ինչու մորուքով գելլի երադեսին։ Բայց ուզեն կամ չուզեն, իմ անունս կրտնում են։ Այսինքն ճանաչված լինելը ձեզ բերում է երջանկություն եւ հաջողություն։ Ճիշտ եմ հասկանում։ Իմ տեսակի մեջը այո։ Հա։ Բայց Հայաստանցու 99%-ի մեջը, որչափ տրամադան մեջը գումար գա,
այդ ջապ ինքը հաջողակ է։ Ես այսօր տրամադանս մեջը կարծեմ քիչ հաշ նայեցա $1200 տրամ ունիմ։ Փոփոխորը Ստեփան Պարտամյան, որ Հայաստանի մեջ աս եկող դարի 14 աշակերտու գրտաթոշակ եմ վճարելու, անցյալ դարի 28 աշակերտի տրամ վճարեցի, այսօր իմ հաշվել տրամադան մեջը $1200 տրամ գա։ Ես աշխարհի ամենահաջողակ մարդն եմ։ Աշխարհի ամենամեծահարուստը չի կարող ինքնին Ստեփան Պարտամյան գոչել։ Ինքը ինքնին կգոչի Bill Gates, Bezos, կամ ասինչ թակավորը, կամ ասինչ բանը։ Բայց ո՞ր մեկը չեն կարող Ստեփան Պարտամյան լինել։ Ես ձեզ շնորհակալ եմ այսպիսի ճշմարիտ եւ գեղեցիկ պատասխանի համար, որովհետեւ ձեզանից առաջ բոլոր հյուրերը մեկնաբանում էին ինչով են իրենք հաջողակ, ինչն է նպաստել իրենց հաջողությանը, բայց որևիցե մեկը չասաց այն բանաձևը, որը քիչ առաջ դուք նշեցիք, որ մարդն ինքն իրենով է երջանիկ եւ բնավ նշանակություն չունի, ընտանիք, երեխաներ, դրամ, հաջողություն, մի խոսքով դուք նոր բոլորովին հետաքրքիր եւ նոր բանաձև բացահայտեցիք ինձ համար եւս, որ մարդը ինքն իրենով պիտի լինի հաջողակ եւ երջանիկ։ Ուրեմն ես նպաստեցի մի նվազագույնի դվյալով այս ծրագիրներով քեզի։ Այո, եւ մեր բնականաբար հետեւորդներին մարդիկ կարող են ընդունել, չընդունել եւ այլն եւ այլն։ Ուրեմն իրականությունից կգտնվենք երկրակունթի վրա, որ մի կամ մի քանի դարբեր բարիություններ կատարենք։ Ես միշտ զայրացած եմ այդ մարդկանց մասին, որ իրենք կարծում են, որ իրենք տրամադեր լինելով եւ փամը կատարելով այդ տրամով իրենք բարի մարդ կդառնան։ Չէ, իրենք իրենց անկարողությունը ուզում են նյութականով փակել։ Ցավոք։ Այո։ Անցնենք առաջ։ Հրամեցեք։ Ամոթ է։ Օ! Նոր ծրագրիս անունն է ամոթ է։ Ամոթը լադինադարերով է, իսկ է-ը հայերենով է։ Նախքան ծրագրին անցնելը, ինչ է ձեզ համար ամոթ։ Ոչ մի բան։ Չկա ամոթ բան։ Ամոթ չի։ Ահա, իսկ հայ ժողովրդի համար ինչն է ամոթ։ Իրեն դկիդությունը։ Միայն։ Այո։ Անցնենք ձեր ծրագրին։ Ինչի մասին եք խոսում եւ ինչ թեմաներ եք քննարկելով։ Մոտ 25 տարի ես գրեթե ամեն օրյա ծրագիր ունեցած եմ։ Այլևս այդպես պիտի չլա։ Եվ որ ես ուզեմ, գնա ամիսը 1 անգամ, գնա ամիսը 2 անգամ, գնա 3 ամիսը 1 անգամ, մի ծրագիր պատրաստեմ, որում մեջը պիտի բացատրեմ անիչ որ ես ասեցի 25 տարի, անիչ որ գայացավ եւ վերջացամ սերի ժողովուրդ ամոթ է։ Այսինքն կրթում եք, շարունակում եք կրթել հանրությանը։ Փաստերն եմ ցույց տալու։ Ես օրինակի համար ասեցի, որ եթե Հայաստանի Հանրապետության 5-րդ ղեկավարը Հիսուս Քրիստոսը կա, եւ եթե Հիսուս Քրիստոսը հայաստանցի է, քո ավազակի մեկն է, սդախոսի մեկն է։ Հայրենիքը ղեկավարելու համար։ Ահավասիկ Փակրատ Սրբազանը եկավ, արդեն մորցանք իր մասին։ Այդ առաջին օրերը եսա ողջևորվեցա, որ փոփոխությունը պիտի կա։ Բայց բացահայտվեցա, որ ինքնասդախոսի մեկն է, ինքնագերձավոր է, քանի որ եւ որթուն մի ասկ ոտքի գահանես, այս անգամ Դավուշենկը կալես մինչև Երևան, եւ հետո քիշերը գսես մարդկանց դուն կացեք վաղավդու հանդիպենք, այսինքն ինքնադադարգի մեկն էր։ Քանի որ հեղափոխություն գլա եւ որ Դավուշենկը կալես մինչև Երևան եւ Գերտաս Բաղրամյան եւ Գերտաս ասկային ժողով եւ գկրավես ասկային ժողովը եւ ղեկավարության գսես որ կացեք ասիրեն։ Չեք համարում, որ ժողովրդի մեջքն է կոտրված եւ այսօր ժողովուրդը այլևս որևիցե մեկին, ով հավակնում է ղեկավար պաշտոնի, չի հավատում։ Քանի որ դիդավորյալ է կատարվում, նայեցեք, նոր բացատրեցի, որ հայը ստրուկ է եւ փորձառությունները իր վրան կկատարվի։ Նիկոլը եկավ ուրիշի հրահանգով, ես իմ ծրագրիս մեջ բացատրեցի, ինձ ասեցին դու Հագան Նիկոլական ես։ Ուրեմն եւ որ Նիկոլը դարձավ 2000, ասեմ, աս բادرազմի եւ այլ ամեն ինչ որը սդախոս է, չէ՞։ Ինչ որը սա հագարակը կատարեց, օքեյ։ Անշան մեկը ինձ չեսա որ Ստեփան ծրագրերը դա ամեն կան այդտեղ։ Որ դու մեզի բացատրեցին, մենք քեզի չհասկացանք։ Մի քանի հոգիներ զանգարեցին, ասեն, նոր կհասկանանք որ ինչի մասին խոսի սկոր։ Բայց Սփյուռքում մեր հայրենակիցներից շատերը շարունակում են հավատալ այդ տմարդուն։ Այո,
Տշպախտությունը ասիգա է, նայեցեք, մարդը իր շահին մասին է մտածում եւ ոչ թե հայրենիքին։ Ուրիշները ասկասեր են, իսկ հայը եսասեր է։ Լիբանանեն մինչև Երևան, Սուրիայեն մինչև Ֆրանսա, Արժանտինեն մինչև Կանադա, թող ամենն աներվին ինձ մե։ Հայը միանտ Երեմիասի մասին մտածում մեջը լալով ես։ Իմ եսի մասին եմ մտածում, բայց իմ եսը հայկականություն ունի իր մեջը։ Բայց ներողություն, նույն ամերիկացին եթե վերցնես, չէ՞, այստեղ դպրոցներում եւ քոլեջներում, ինստիտուտներում էլ բնականաբար սովորեցնում են, որ առաջին հերթին դու պիտի մտածես քո մասին, այսինքն այ մեծատարով է գրվում, նախադասության ցանկացած Գիտես ինչու։ տեղ։ Գիտես ինչու։ Եսասիրությունը այստեղից է սկսվում, այդպես չէ։ Քանի որ այս երկրի pedagogiությունը, պետությունը արդեն ինքը 300 տարվա ընթացքի մեջ անցած է բոլոր սխալներեն եւ շտկած է։ Մենք հայերս հբարդանում ենք 2000 տարի առաջ Տիգրան Մեծովի ծով Հայաստան։ Նրա սխալները մենք երբեք չընդունեցինք, իր գդարած սխալները չընդունեցինք եւ չի բարելավեցինք։ Այս երկրի մեջ ինչ որ բադահի վարյանական մասնակիցները գոքան գկրանցեն եւ գնային որ ինչպես կնան բարելավել։ Իսկ Հայաստանի մեջ հայկականության մեջ ինչ որ սխալ գդարես կծածկես, կփագես եւ գանցես հաջորդ մեկը ու կգսե որ ես ավելի լավ եմ գտնամ նույն սխալը գնե։ Եվ որ գոբիտ վարվից հայասկի հետ նայեցեք Թալատ Փաշան նույնը հրավ բոլոր Օսմանյան գայսրության ղեկավարները նույնն հայերուն եւ հայերը ավելի լավ էին, չէ՞։ Հայկականությունը իրենց մեջ ավելի զորավոր էր։ Եվ որ Վանի մեջը Արմենակ Եգարյանը կամ Մգրդիչ Պորտուգալյանը այդ արմենական շարժումը սկսավ եւ ամենահարազատ մաքուր հայկական շարժումն էր ադիգա։ Քանի ուրիշը մեր վրան իշխում էր։ Բայց հետո եկանք միջազգային կապարախոսությունները մտան Տաշնակցություն բան, այսինքն ընկերվարություն, հնչակյանները մարքսիստ ընկերվարություն եւ այլն, եւ որ դարձան ուրիշներու ծառաները, սկսան իրարու փզկտել։ Մինչեւ այսօր նույնը կատարում են։ Հիմա եթե ընդհանրացնեմ, կարելի է ասել, որ մեր ազգի օտարամոլությունը ամոթ է։ Իհարկե ամոթ է։ Իհարկե, այսօր ոչ մեկ հայ հբարդ է որ հունարեն գտնա բարել ինքը։ Ոչ մեկ հույն կյանքի մեջ չի մտածել որ հայկական Ярխուշտան բարի։ Ցավոք։ Տարվա բոլոր եղանակներին հրավիրում ենք ձեզ Գարիկի մոտ։ Հարմարավետ եւ շքեղ առանձնատաներ նախատեսված մինչև 20 հոգու համար։ Ստուգեք առաջիկա հասանելի օրերը այցելելով garikimod.com։ Տեղերն ամրագրեք նախապես։ Լիարժեք հանգիստ բնության գրկում։ Գարիկի մոտ արժանացեք արքայական հանգստի։ Հաջորդ հարցը եւ հաջորդ թեման։ Տեսեք, սահուն անցում եք կատարում TV-ին social media-ի դեմ։ Դուք հեռուստատեսության ճանաչված դեմքերից եք, կարելի ասել ամերիկյան հեռուստատեսության ակունքներում եք։ Եվ այսօր social media-ն, որը ցավոք սրտի հաղթում է հեռուստատեսությանը երիտասարդության տեսանկյունից, եթե վերցնենք։ Նայեցեք, եւ շատ հետաքրքրական հարց է ասիա, քանի որ մենք հայերս թեր Տիգրան Մեծի ժամանակին մասին ենք խոսում։ Բայց երկրակունթը 1000 անգամ իր մեծ գայսրությունները փոխվեցան եւ նորերը սկսան։ Ես ցայնասկավարակներ գավդատրեի։ Անիչ որ հայերը չէին սիրեր։ Գարնի անունով ցայնասկավարակի ավդատություն ունի։ 60-ի ավելի ցայնասկավարակներ ավդատրած եմ, որ պետք է 1000 հատ տվեին այդ ժամանակ։ Ես միշտ ասում եմ, մեկ հատ ինքնաշարժից համար 200 հատ Ամերիկայի դարբեր ռադիոգայարաններին ուղարկում էի, World Music, հասկացա՞։ Իսկ մնացածը եթե ուզում եք քնեք, չեք ուզում bias-ից մեջն է, որ 2018-ին շատերը ագանադես եղան Գլենդելի վերը, լերներուն վերը, որ աղբը գտապեն, այդտեղ քիրքերուս հետ ամեն թափեցի։ Քանի հայերը ընդհանրապես թրքերեն, արաբերեն, հունարեն, հայկական դարբերագով բաներ գիսեն եւ այսօր ավելի բացահայտ է։ Ուրեմն այդ ցայնասկավարակներեն առաջ կային 8 track-ները, կային կասետները, Ատքի առաջ կային LP-ները։ Հիմա LP-ները ելս սկսան գալու եւ բավական թանկ է։ Հիմա մեկ հատ LP բիտ կնես $40 բիտ վճարես։ Այո։ Ուրեմն եթե ոչ ավելի շատ։ Այո։ Ուրեմն ժամանակին CD կքնեիր, հիմա ասում է որ downloader է։ Այսինքն ընդգրկե
ամբերեն։ Դուք հիմա կողմ եք դրան, թե դեմ եք։ Ես կողմ եմ դրա։ Ահա։ Նա Բայց փոփոխություն է։ տեսեք, եթե մենք խոսում ենք social media եւ այս պարագայում խոսում ենք երաժշտության մասին եւ երկրի download-ի մասին ենք խոսում, բնականաբար CD-ի Նույնը ձայնասկավառակների որակը այսօր համացանցը չի տալիս։ Չէ, եթե որակյալ ես ուզում, բնականաբար կարող ես վճարել եւ ստանալ, բայց նույնպես էլի թվայնացված տարբերակը չի փոխանցում այն իրական որակը, որը կա։ Այո, բայց հարցը ասիգա է, փոփոխությունը change is good, որ գսեն անգլերենով փոփոխությունը լավ է։ Ավելի պրակտիկ է, ավելի կիրառելի է այդ տեսանկյունից, բայց մենք չխոսենք որակից հիմա։ Ոյ մեկ թերասան իր յանքի մեջը մեծամասնությամբ 15-ին 20 տարի իր համբավն է։ Ատկեդո նոր մեկ ուկա։ Երկիչ երկչուի։ Մենք միջին արևելքի մտածելակերպ ունեցող հետամնաց ժողովուրդները կարծում ենք, որ Հավիդյան է։ Եվ այսօրվա Հայաստանի անորակ մագարտակի երաժշտությունը պատճառն է 72 տարվա մեջ այդ հավիդենական 1 կամ 2 հոգի արքայի դեղ տնելն է։ Եվ արիտ չի դալ նոր սերունդը, որ փառքավաճի։ Շատեր հասկացան, շատեր չհասկացան։ Հիմա տեսեք, եթե դուք խոսում եք նոր սերնդի մասին եւ խոսում եք ժամանակակից տեխնոլոգիաների մասին, սա ունի եւ դրական կողմ եւ բացասական։ Ես ինքս էլ եմ բազմիցս ուղիղ եթերներով հանդես եկել Հայաստանի հանրային ռադիոյում տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ կարելի ասել, եւ այդ ֆիդբեքը, հետադարձ կապը միշտ եղել է ռադիոլսողների հետ, զանգահարել են, խոսել են, թե եթերում, թե եթերից դուրս, բայց այն ժամանակները social media-ն չէր զարգացած եւ չէր աշխատում նորմալ։ Մենք սահմանափակվում ենք այդ մի քանի ժամով։ Եվ մեկ են ամակներ գրում են, ուղարկում են։ Այսօր, երբ հաղորդումները տեղադրվում են համացանցում, եթերը ավարտվեց, դու կարողանում ես համացանցում տեսնել, չէ՞, դու տեսնում ես նաեւ ֆեյքերի հսկայական մի բանակ, որոնք կարող են պարզապես քո աշխատանքը ոչ ճիշտ գնահատել եւ կարծիքներ հայտնել, որը տրամադրություն կարող է։ Չես արժեքավորել։ Ինձ իմ մասին ինչեր է սպած է։ 7000 ժամ գա։ Ինչեր է սած են իմ մասին։ Ես եւ որ արժեքավորեմ, իրենք կհաղթեն։ Տեսեք, եթե դա անում են իրական մարդիկ, դա տեսակետ եւ կարծիք է։ Բայց երբ գործի են դնում ֆեյքերի բանակը, սա բացասաբար է ազդում արդեն ոչ թե ձեր հեղինակության, այլ ձեր պրոդուկտի, այսինքն ձեր ծրագրի առաջ խաղացման։ Ոչխարները գեհեդևին, իսկ արձիվները գիմանան թե ինչ է։ Ճշմարտաբար մեր աշխը ոչխարներով լեցուն է։ Եվ նորեն շահագործում են ոչխարներին, որ այդպես են։ Իմ մասին շատ բաներ գրված է։ Դարբեր ծրագրերու ժամանակ շատ բաներ գրված են։ Մեկը հայոյած է ինձ, ասում եմ ինչը հայելին ես նայում եւ խոսում։ Եվ ամենահամբավավոր իմ դվյալը եղած է, որ ծրագրերից մեկու մեջը մեկը մորս հայոյեց եւ ես վարյանական իրեն Ֆորեսլոն ուղարկեցի։ Ես տեսել եմ այդ հատվածը։ Ուրեմն, եւ որ ես չարժեքավորեցի իմ մորս հայոյանքը, քանի ոչ մի իմաստ չունի, խոսք է, բայց դու այսօր Հայաստանի մեջ մի հոգի մորը հայոյ է, նույնիսկ քեզի կսպաննեի եւ բանտ կնստի, քանի որ բադիվի հարց է, ինչ բադիվա։ Իդեպ ձեր խոսքը երբ վերցնում են, այսօր Հայաստանում ժամանակակից երաժիշտները կլինեն, չգիտեմ, այնտեղ այդ YouTube-ի արքաները, մասնագետները եւ սկսում են ինչ-որ հետաքրքիր կերպ մատուցել, ինչպես եք դրան վերաբերվում։ Cover տարբերակներ։ Չի խանգարել ինձ։ Չի խանգարել։ Հավանում եք թե ուրիշները ինձ ավելի համբավավոր են տա։ Նայեցեք, ես մոտ 25 տարի ծրագիր ունեցած եմ, մարդիկ ինձ շատ չեն ջանցած, բացի նրանք որ թիդած են։ Մեկ մամա դա գիտե, բաբա դա գիտե, մամայի girlfriend-ը, boyfriend ամենայը գիտեն, Հայաստանի մեծամասնությունը ինձի փոքրամասնությունը Հայաստանը գիտեին, իսկ այժմ մեծամասնությունը գիտեն։ Դրա շնորհիվ հաստատ։ Դրա շնորհիվ, այո։ Բարև Քյաչալ ջան, ոնց եք։ Նայ, եթե իմանայի որ քուլխդ մազ գարգսե, որ բարև Մազոտ ջան։ Ոնց ես։ Անունս Ստեփան Պարտամյանի 30 տարի է մամա դա գիտե որ Ստեփանյանուս բաբա դա գիտե որ Ստեփանյանուս բաբայիդ girlfriend դա գիտե որ անունս Ստեփանն է մեծ մամա դա գիտե որ անունս Ստեփանն է քու girlfriend դա գիտե եւ քու boyfriend դա գիտե որ իմ անունս Ստեփան Պարտամյանն է եղավ բարի լույս Հիմա պրովոկացիոն հարց եթե այսօր լինի ընտրություն ձեր հաղորդումը եթեր հեռարձակել արդեն Բարբերաբար, հստակված կարգով, չէ, շաբաթը մեկ կլինի կամ ամեն օր կլինի էական չէ։ Կընտրեք ավանդույթի համաձայն հեռուստատեսությունը, թե social media-ն։ Անգերձորեն social media-ն։ Ինչո՞։
քանի որ ժամանակները փոխված են։ Հերոստանգերությունները մոդագա մինչև 5 տարի արդեն պիտի գոյություն չունենան։ Դեռևս 30 տարի առաջ, երբ վերնագիրը մեծ հաշվով չհամապատասխաներ բովանդակությանը, խմբագրին կարող են աշխատանքից հեռացնել։ Հիմա ոչ որ Այսօր հակառակն է։ Ոչ որ հերո Այո, լայրանից։ պետք է ճճացող վերնագիր լինի։ Պարտադիր, եթե ճճացող վերնագիր չլինի, նյութը չեն դիտի, չեն ընթերցողները բնականաբար եւ դիտումներ չես կարող ապահովել, դրամ չես աշխատի։ Բացի եթե Ստեփան Պարտամյանն ես, իմանում եմ, որ ամեն անգամ որ Ստեփանը երևնա ամեն դարօրինակ բան միտպադայի։ Դե դուք բրենդ եք արդեն դարձել, դրա համար են ձեզ նայում միշտ ակնկալելով հետաքրքիր նյութ։ Ես ճշմարտությունն եմ ասում։ Մնացածները չեն ասում ճշմարտ։ Հետաքրքիր է այդ հարցը հիմա կքաշեք, թե չէ, 3 հարց է մնացել։ Եղա, հրամ է։ Բարեգործական։ Ուրեմն ես մարտին եկա այստեղ եւ ադերի երդասարտները որ ես Հայաստան որ լինեմ իմ շորս կողմից միշտ երդասարտուիներ կան։ Քանի նրանք խելացիներն են, ասում են «Դու շիտակ բան ես ասում մեզի, ավելոց պակաս բաներ չես ասում»։ Ամերիկա պիտի երթամ եւ ես պիտի լավ գումարներ պիտի վաստակեմ։ Ասում եմ, հա, գումար գնաս վաստակել, բայց ծախսերը դա գումարեն ավելի շատ է։ Ինչ որ է։ Դրաները մեկը ինձ գրեց, որ Ստեփան, մենք 11 աշակերտներ էինք, որ Լիբանանեն Զարուկյան հիմնարկը, Ավանակ Դոդի Գագո, այդ հիմնարկը մեզի 6 տարվա բժշկական գրթաթոշակներ վճարելով մեզի խոստացան որ պիտի կանք սեպտեմբերին դպրոցը սկսավ 2020 թվականին 21-ի հունվարին իրենց ասած են որ Զարուգյան հիմնարկը ծեր գրթաթոշակը չի վճարել մեջերեն գային 4 տարի բժշկական 5 տարի բժշկական 2 տարի բժշկական աշակերտներ եւ եթե չի վճարեք չեք կնար հաջախել So այդ երդասարտը ինձ ասա որ դու միշտ կդակ կնես ծեր տրամով ամեն ինչ ես ծեր տրամով գնեմ Գվնասը սավ իմ գրթաթոշակը ծեր տրամով տասավորել Սի ագրնամ բայց սի admist 11-ին 10 հոգին ինչ վիճակի մեջ են Մեջերնեն 6 հոգի շատ վատ վիճակի մեջ են որ եթե տրամ չի հասնել իրենք 5 տարվա եւ 4 տարվա բժշկական գրթությունը պիտի գործընծնեին եւ փամվորներ պիտի դառնային Ուրեմն ես իմ հանրային այս կարողություններուս մեջը ընկերներս նյութական ուզեցի։ Սա ասանքան խնդիր մը գա եւ տրամները գրգեցի այդ 11 աշակերտին 7 աշակերտին այդ տարվա վճարումը կատարեցի եւ իրենց ասի որ ինչ որ մնացած է հաջորդ տարիները գնենք։ Դա 21 թվին էր։ 21 թվին էր։ Այո։ Եվ ես քինի պարադոնը կկատարեմ, հայկական քիներու պարադոնը կկատարեմ, քանի նորեն հայկական մտածելակերպով, քանի հայկական է բադվական է, ամեն մարդ պետք է չի ադոն չլար։ Հայկական է մարդը պիտի համդեսե, որ կարողանա կնե։ Եվ այդ քինի պարադոնի պատճառով այսօր հայկական քինին Ամերիկայի մեջ դեղ ունի։ Թող ոչ ոք ինձ չծե որ մեր քինին լավ է։ Դա ռոպագանդվում է, դա ներկայացում է, դա շատ գեղեցիկ։ Մենք հայերս կարծում ենք որ աղոթելով ամեն ինչ կլա։ Ուրեմն հաջորդ տարի Այդ քինի պարադոնին եկամուտին 50%-ը հատկացուցի աշակերտներուն։ Աղջիկս ասա որ ինձ ինչու այդպես կնես կոր, ասի որ հոգիս կյանքիդ մեջ միշտ բարի կրե ուրիշին։ Եվ այդիկա իմ աղջիկանս համար տասկ մը եղավ։ Եվ ուրիշ ընկերներն աթրանդուվին, ուրեմն ես Հայաստան կացի որ այդ գումարը պիտի դանեի պիտի վճարեի 12 աշակերտի հաջորդ տարին քանի որ ընկերներս ալուր ունեցան Հայաստանի մեջ ես չեմ գնար աղջկանս վճարել չեմ ուրեմն եւ որ Հայաստան ասա թիվը բարձրացավ 19-ի ուրեմն այդ գումարները որ դարած է որ 12-ի 12-ին պիտի դայի բաժանեցի ամենու մեջ իդ վերադարձա սկսա աշխատել քիչ մը ընկերներս քիչ մը ծեր տրամով քիչ մը իմ տրամովս վճարեցի անցյալ տարի 14 աշակերտ ավարտեց Դրան զուգահեռ ես օրինակ որքան հետևել եմ ձեր եթերներին, որքան թեթև ձեզ ճանաչելով եւ այստեղից այնտեղից ինֆորմացիա ձեր մասին հայտնելով, այո, տեղեկություն, եկել եմ այն པարզ ճշմարտությանը, որ դուք շատ հայրենասեր մարդ եք եւ դրանից բացի նաեւ այսօր եթե ճիշտ եմ հասկանում, դուք նպաստում եք նաեւ հայկական երաժշտության զարգացմանը եւ արդեն իսկ որոշել եք կազմակերպել Գաթա բենդի համերգը Լոս Անջելեսում։ Ադիգա քալիս է սեպտեմբերի 6-ին եւ 7-ին։ Իմ շատ լավ ընկերների, որոնք այս հաղորդման շրջանակներում ելույթ ունեցել են Գարեգին Առաքելյան
եւ բնականաբար Անդրանիկի հետ շատ նախագծեր ենք արել։ Նայեցեք, մեր Լոս Անջելեսը աղբանոց դարձած է։ Ցավոք։ Այսօր Հայաստանին ինչ երկիչ որ գուկա, աղբի երկիչ է եւ ես հանրայինորեն բացահայտած եմ, ասած եմ, որ ազերիեն ավելի ճշնամի հայասքին այսօրվա հայ երկիչն է, ով Համամիտ եմ, որտեղից դուք կարողացաք այդ ադամանդը պեղել, որովհետեւ Գարեգինը ինքը մարդ նվագախումբ է, ես անձամբ ունեցա հարցազրույց դարիներով ընկերություն մի մոնակ որ ճանաչել եք փաստացի դարիներով ծանոթ նայեցեք 90-ական թվականներին ես Գարնի անունով երաժշտական հաստատություն ստեղծեցի եւ 60-ի ավելի ցայնասկավառակներ հրատարակած եմ Ամերիկայի հայոց բամության եթե հայոց բամություն կա Նիկոլը որ ուզում է հայաստանյան բամություն է եթե Ամերիկայի հայոց բամություն կա միակ մարդն եմ որ 15000 հոգիի արչև, որից 3000-ը հայեր եղած են, մնացածը հայ չեն եղած, հայկական համերգ եմ ներկայացուցած։ Հայը եւ որ Թրամփի վճար է, դոլար բիտ վճար է, հայկականին չի վճարեր։ Բայց հայը, եթե օրինակի համար թրքերեն երկի շարժե տաշինագը, սերսև աչերը, Արամ Աստադրյանի 70-ամյակն է, okay, երկերու մեծ ամասությունը թրքերեն է թարգմանված։ Արգատի Դոմիգյանի համերգը գալիս է Պևնե Պերան լեցում միդելա։ Իմ ընկերոջ Տիգրան Ասադրյանի երկերու մեծ ամասությունը թրքերեն է թարգմանված հայերեն երկերեն։ Հայը գույրորեն հետևում է ադոր եւ պատրաստ է տրամ վճարելու։ Եվ ես միշտ կդակ եմ անում, ասում եմ որ նույնիսկ այդ VIP հասկացողությունը, որ հայաստանցիները շատ կսիրեն, քիշերային ագումները, որ գիսամերգ աղջիկները ասենք հավաքված մի շիշ վիսկի բռնած կամ ոդկա բռնած, որ գարժե $25, լույսով ասանք կնեն շիշին վրան, ասել որ ժողովուրդ նայեցեք այս ավանակ հայաստանցին $25-ին $1500 վճարեց։ Եվ մենք հբարդությամբ կընդունենք այդ բոլորը։ Հբարդությամբ կընդունենք։ Բայց երբ որ հայկականն ես ներկայացնում, նույն այդ $1500 այդ մեկ շիշին վճարողին, ասես որ դոմսակը $40 է, ինչ վիդեո տանք ախմախ մտիկ մտնենք, աբուշ մտիկ մտնենք։ Բայց եւ որ ինձ որ սևսեվաչեր Իբրահիմ Տաթևյանի երկը հայերենով կամ հունարեն երկմա հայերենով իր դկիրությունը հոտ կուքա արդեն։ Ուրեմն ինձ համար Հայաստանը այլևս Orange եւ Կալիֆոռնիայի խաչմերուկը Armenian արտանոնով մի գետրոն է։ Պատկերասրա արդեն 20-ի ավելի ցուցանտես եմ գդարած։ Մենք քիչ ենք սակայն միան մեզ հայեն ասողները ոչ թե աշխարհի մեջի ժողովրդի մեջը հայերը, այլ հայերում մեջի այդ 500 հոգինոց հայեն է։ Okay։ Եվ ես 90-ական թվականներուն համերգներ եմ դրած, որ ոյ մեկը չեր ուզեր գդարել։ Տրամներ գործունեած եմ։ 3 հայորդիներուն Հոլիվուդ Ford Amphitheater-ին բացօթյա դեղը 28 գենտանի երաժիշտներ եւ օրադարիներուն ամեն մարդ մակուրայենով ասեմ ֆանագրամա էր օգտագործում եւ եթե այսօր ցանոթումներում մեջ մարդիկ ասում են գենտանի երաժշտություն քանի որ Ստեփան Պարտամյանը այդ անգյունը գեցած ծրագրի մեջ ասած է ավանակ հայ ժողովուրդ $150 եք վճարում դոմսագին որը ցեզի ֆանագրամա է աշխատում գենտանի երաժշտություն չի գա դարիներով լեցուն համերգներ հրացեմ եւ նրանք ովքեր հոս էին շատ լավ գիտեն նոր եկողները չեն գիտեր ուրեմն հիմա առաջինը գաթան է Կալդարի Ethno-Colors-ն է գալիս մյուս տարի գախում ունի եթե տրամ աշխատեմ ծեր տրամով շատ են եթե տրամ աշխատեմ ծեր տրամ խմբեր կան հայկական բայց եթե ես հիմա գաթային տրամ գործընծնեմ հաջորդը գեհերանա բայց եթե ես գաթային տրամ աշխատեմ հաջորդը գմոդենա հայ չկա որ մշակույթի համար նյութական գահատկացնեն Լիբանան եկող հայը իրեն համար բորդաբարը հայկական դարձած է Ֆրանսիան եկողը ազնավուր իրեն համար հայկական դարձած է Հայաստանին եկողը Ադրբեջանը Ռուսաստանը եւ Թուրքիան եւ Վրաստանը հայկական դարձած է Ամերիկայի հարավ Ամերիկային եկողը լադինական իրեն հայկական դարձած է եւ այդ սերունդը որ կփոխվի գոր իրեն համար հբարդություն է լսել այդ իրենց մեծ հոր լսած երաժշտությունը որ գարձում է որ հայկական է քանի որ մեծ հայրը լսած է այսօր Ամերիկա հայության եթե ասեսն է որ Նյու Յորքի հայկական երաժշտությունը 1930-ական թվականներին հայկական չէ քեզի կսպաննի ինչպես կնաս տուն իր մեծ հորը
ասել որ ինքը թրքերեն էր նվագում։ Ասում եմ ժողովուրդ Սկզբունքային այդպիսի մոտեցում է, հա, փաստացի։ նույն այսօր հայաստանցին ասեցն է որ այդ 6-8-ը որ երկեք կոր, այդ մուղամը որ երկեք կոր, Ադրբեջանն է, ցեզինը չէ։ Ցեզինը բոլորին դարբեր է։ Ես հասկացել եմ, որ շատերը չեն էլ հասկանում ինչի մասին է խոսքը։ Մասնավորապես, եթե դուք նշեցիք Արամ Ասատրյանի անունը, պիտի ասեմ, որ նրան կոչեցին Լուսան, որը կոնկրետ երաժշտական ասպարեզում գիտակների մոտ ծիծաղ առաջացրեց, բայց երբ ես հիմա ավելի երիտասարդ սերնդի հետ շփվում եմ եւ հնչեցնում եմ այդ անունը, չէ՞ լուսահոգի։ Այո, նրան համարում են լեգենդ։ Իհարկե։ Որովհետեւ նրանց ծնողները լսել են այդ երաժշտությունը եւ իրենք համարում են, որ դա ինչ որ դասական արժեք է։ Լեգենդ փարը հայաստանցիները մի ուրիշ հիվանդություն ունեն։ Այսօր 30 տարեկան երաժիշտը իրեն գոչում են լեգենդար։ Ինչպես 20 տարեկան իրեն համարում է աստղ։ Այո։ Մարդը լեգենդարի ես միշտ կդակ եմ անում, որ թուրքերը լեգենդ փար հասկացություն ունի եւ դեսաոլովակ մգա 2011 թվականին Նեսրոպ Մաշտոցին հարցուցի ադիգա։ Ես արցանների հետ հարցարեցի։ Տեսել եմ դա, այո։ Ուրեմն հարցուցի որ ասեցի Նեսրոպ քեզանից հետո թուրքերը եկան մեզի երկար ժամանակ իշխեցին։ Հայաստան ամեն մարդ մեկը մյուսին լեգենդար են ասում։ Ասում եմ ուր են լեգենդները դանում այս մարդիկը։ Լեգենդար լինելու համար, այսինքն առասպելական մի անձնավորություն լինելու համար պետք է տուն մի ցանկի վաստակ ունենաս, մի 40, 60, 70 տարվա ստեղծագործական եւ ստեղծագործողներ շատ կան, բայց մագարտակ ներկայացնումը պետք է լաս, որ մեգումը կաս եւ անգլերենով legendary, legend եւ հայերենով արդեն մաքուր հայերենով։ Եվ ամենակարևորը եկեք նշենք, որ legend բառը կիրառել է միմիայն մահացած մարդկանց։ Նույնը գնմանի, գիտեք ինչ, նե, նորեն իդ վերադառնամ մեր ասկին ոչ տրամաբանական լինելու եւ սկոցավական լինելու։ 5000 եւ դասարդ նահատակվեցավ բادرազմի ժամանակ։ Ամեննա հերոս չեն։ Բայց մենք ամենուն հերոսի դիվյալն ենք տալիս։ 1.5 միլիոն ցեղասպանության ժամանակ նայեցավ մեր սիրելի դքետ Գաթոեգոսը հրճագեց 100-ամյակին 1.5 միլիոն սուրբեր, որում մեջը բռնապարող հայագար, սպանող հայագար, գնգան ձեզող հայագար, չեմ կեր երեխային բռնապարող հայագար։ Ընդհանրացրեց եւ ինչ որ մեկ կոչում տվեց հաստատ։ Ամեննա սուրբ դարձ 1.5 միլիոն սուրբ ունին։ Աշխարհի վրա չկա ուրիշ երկիրը, որ մեզի չափ հայերի չափ սուրբեր ունին։ Իսկ ադոր բռնագուկա մոր հասկացողությունը, մայրը սրբություն է։ Ասում եմ շեներ, մայրը չի գնա սուրբը լալ։ Մայրը գլա ազնիվը լալ, զոհվողը լալ, բայց մայրը սուրբ չի գնարել։ Քանի որ մայր գոչվելու համար այդ աղջիկը սերային հարաբերության մեջ պետք է մտնա։ Դե դա նորից գալիս է բառապաշարի սղությունից, գալիս է որ մենք բառերը ճիշտ չենք օգտագործում, մեր տգիտությունից է գալիս եւ անգրագիտությունից։ Ինչի վրա մենք չենք աշխատում ցավոք սրտի, որ կարողանանք ավելի դժբախտաբար։ Անցնենք առաջ։ Նայենք ասոր մեկ հարցումն է որ գսպասես կորամի։ Իմոց արժանացեք արքայական հանգստի։ Ես ես տալու եմ 7 հարց, շատ կարճ։ Okay. Միտքը կշարունակեք, ոչ մի տրամաբանություն չկա։ Էրուդիցիան դնում ենք մի կողմ։ Սկացողական բիլը։ Հումորով, հումորով։ մաքսիմալ հումորով։ Կարող եք նույնիսկ, քանի որ արդեն ինչ որ ոմանց մոտ ձևավորված կարծիք կա որպես հայհոյող հաղորդավար, կարող եք հանգիստ հայհոյել եւս։ Դուք եք որոշում։ Հիմա հայաստանցիներուն գադարազեն է, ես աղոտող հաղորդավարն եմ։ Այո, օրհնեցի եւ բաբանեցի ձեր էշությունը։ Ադի հայոյան չէ։ Կամքը ձերն է, կարևորը որ սրամիտ պատասխան լինի, եթե 30 վայրկյանների մեջ տեղավորվեք, ես սիրով ձեզ կհրավիրեմ Գարիկի մոտ, սրանք հրաշք առանձնատներ են Ինդիո քաղաքում, հագեցած բոլոր նորարարություններով, որ կարող ես միմիայն քեզ հետ տանել լավ տրամադրություն։ Ընկերների հետ միասին, գուցե ընտանիքի հետ միասին, գուցե միայնակ, գուցե սիրուհու հետ։ Դուք եք որոշում, կամքը ձերն է։ Սիրուհիների հետ։ Կամ սիրուհիների, այո։ Բայց adank սովորություն չունեմ։ Ինչ որ է, ասա հարցը։ Ինչ որ է։ 7 կարճ հարց։ Կհայհոյեմ, եթե աղոթեմ, լավ էր առաջ, թե հիմա։ վաղը, Ներում եմ, երբ չհավատամ, 3 գործողություն սյով։ 3 գործողություն սյով, սիրապանել, սիրապանել, սիրապանել։ Տարբեր գործողություններ։ Չէ, սիրապանել դարբեր ցևով։ Հայը պիտի Աբուշ լինի, շիտակ խոսքը, հային համար չէ,
Ժլատ մարդը Ժլատ, I think կցիպ ժլատ մարդը հայերն է։ ամբողջը վերագրեցիք հայն, ինչու։ Այդ բոլոր դվյալները հայի մեջ են։ Հարմարավետ եւ շքեղ առանձնատաներ նախատեսված մինչև 20 հոգու համար։ Գարիկի մոտ արժանացեք արքայական հանգստի։ Ճշմարտախոս։ Հենց այս բառով մենք սկսեցինք այսօրվա մեր եթերը, Ստեփան, խնդրեմ, ճշմարտախոս լինելը այսօր Վնաս է։ օգտակար է թե վնասակար։ Վնասակար է, բայց իմ ասած պարտamenական բաշային իմ աջիվերից չէ։ Ճշմարտախոսությունը իմ ամենասիրած բանս է։ Ես մի հատ մեկ դեր գսդեմ եւ անիգա ում հետ եմ քնում։ Մնացած ամենը ճշմարիտ կպատասխանեմ։ Հայերը իրենք համարում են քրիստոնյա։ Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք։ Եվ ծրակից մեջ այս նույն սրայի մեջ են ես միշտ ասած եմ քրիստոնեության ամենակարևոր տվյալներից մեկը։ Ես քրիստոնյա չեմ։ Մգրդված եմ առանց իմ ուզելու, բայց մեկը ինձ քրիստոնյա չի անայ։ Ճշմարտախոսությունն է, իհարկե։ Բայց հայերը մեծամասնությամբ ճշմարտախոս չեն։ Ինչն է պատճառը։ Վախը եւ ոչ թե վախը ստրուկ լինելը եւ ոչ թե դերը լինելը։ Քանի հայը միշտ ուրիշի մեջն է փնտրում դերի։ Տեսեք հետաքրքիր բան ասացիք վախի վերաբերյալ։ Երբ ես իմ շրջապատում խոսում եմ, ծանոթ նշանակություն չունի, նույնիսկ մարդիկ ովքեր նոր են ինձ ճանաչում, իմ ճշմարտախոսությունը օգտագործում են որպես թուլություն։ Երբ մի ժամանակ անցնում է, ես ասեմ ժողովուրդ, ես վախենալու եւ մտածելու ոչինչ չունեմ։ Եվ այսօր ես դարձել եմ ճշմարտախոս, բացարձակ չեմ ստում, որովհետեւ համարում եմ, որ դա արատ է, բառի բուն իմաստով։ Եվ երբ մարդը ինքն իր էությամբ արդեն հասունացել է այդ ճշմարտախոսության, չի վախենում, որ կարող է իրան փնովեն, վախենա, որ կարող է դատապարտեն, հետևից խոսեն կամ երեսով ինչ որ մի բան տան, դու դառնում ես ամենահզոր մարդկանցից մեկը, չստելով, որը շատ կարևոր է։ Շատ բադահաձ է, որ ինձի իմ ծրակերներու պատճառով մարդիկ ասեն, քեզի պիտի սպանենք, քեզի ասանք բինենք, ասում են, խնդրեմ, եկեք հանդիպենք։ Ես հարց չունեմ։ Եվ որ հանդիպում են եւ իրենք սկսում են իրենց զայրույթը ներկայացնել, ես դրամապանական մի քանի հատ բաներ եմ ասում իրենց, հաջորդ իրենց պատասխանը գալա Ստեփան, ով որ քեզի մի բան ասե, ինձի զանգե, ես կուքամ քեզի կպաշտպանեմ։ Ոնց անենք, որ մարդիկ ճշմարտությունից չվախենան, ընդունեն այդ ճշմարտությունը եւ նույնիսկ եթե սխալվում են, իրենց սխալն ընդունեն։ Պարտադիր չէ այս վարքյանին։ Հետո, սա էլ է չէ ազգային ինքնավստահություն։ Զուտ։ Ինքնավստահություն։ Այսօր երեխեքը ինձ հարցնում են, բարոն Պարտամյան, դպրոցը մեր ընկերները մեզի ասում են հիմար եք, աբուշ եք, չեմ գիտեր ինչ։ Ինչպես դուք թիմանում եք ձեր ծրագրի մեջը։ Եվ որ մարդիկ այդպես են։ Միշտ բացատրում եմ, ասում եմ, եւ որ թիմացին ասած արժեքավոր ես, ինքը գահղթե թուն կբարդվիս։ Եվ որ չես արժեքավորել, ինքը կբարդվի թուն կհաղթես։ Ասում եմ, ինքը քեզի ասեց, որ թուն էշի մեկն ես, էշ դարձար։ Ոչ։ Բայց եթե գարձում ես, որ էշ դարձար, այն ժամանակ թուն իսկական խնդիր ունես։ Ասում եմ, ես այդ ծրագրից մեջ շատ մարդկանց շատ բաներ եմ ասած։ Բայց բարձրապես խոսք է։ Բայց նրանք առնվում են նրանից հետո։ Շատ բադահաձ է, ինձ զանգած եմ մորս հայոյած են եւ այլն, եւ ես իրենց հայոյած եմ նույն ցեվով, ոչ թե ծրագրի մեջ է, հերախոսի վրա։ Ասում են, դու ինձ հայոյեցիր, ասում եմ, բայց դու նա ինձ հայոյեցիր, չէ՞։ Այսինքն քո հայոյանքը ես պետք է ընդունեմ, իսկ իմ հայոյանքս քո մորը անտեպ, պետք չէ ընդունիս դու դիգա։ Ուրեմն պիտի գիտնանք ինչպես մանավանդ դքետ ժողովրդին օգտագործել եւ շահագործել։ Դքետ ժողովուրդն է, որ քեզի պիտի վիրավորե։ Զարգացած մարդը քեզի չի վիրավորել։ Ուրեմն եթե ինքը դքետ է, թուն ավելի խելացի ես, թուն շատ հանգիստ կվնաս իրեն դքիդությունը իրեն վրան դարձնել։ Բայց ինքնավստահ պետք է լաս։ Մեր աբակա բոլոր սերունդի երեխեքը, որ այսօր դժվարություններով ապչև են, իմ խրադս իրենց անիգա է, որ ինքնավստահ եղեք, որ ով եք դուք։ Ես գլուխս մաս չի գա, երեսս մորուք կա։ Մտահոգ եմ, որ գլուխս մաս չի գա։ Պետք է եւ տա մաս ցանեմ, որ ես դառնամ Ստեփան Պարտամյան։ Այսօր ամբողջ աշխարհը գիտե Ստեփան Պարտամյանը ով է, գլուխը մաս չունի, մորուք ունի։ Գամ օրինակի համար ես 220 pound էի, հիմա 175 pound իջած եմ։ Յանքը ձերությունը կծերանամ որ հիվանդությունները եւ այլն եւ այլն։ Հիմա պետք է ես անպայման որ ասեմ որ ես պետք է 220 pound լամ որ ես Ստեփան Պարտամյանն լամ, չէ։ Այսօր ասեմ սրանով եմ քո։ Այն ժամանակ ադեի նրանով եմ քո։
Բայց երբ որ մարդկությունը գսկսի քիթդ բզդիկցուր, գուրցքերդ մեծուր, որդ մեծուր, չեմ գիտեր, գնջիվներդ պետք է վերանան։ Չէ, իմ գնջիվներս երեսից վրան Ստեփան Պարտամյանի գնջիվներն են։ Սիրել սեփական անձը, սիրել սեփական ես եւ ընդունել այնպեսին ինչպեսին դուք եք։ Այո։ Այսօր կանայք կան, որ Գաբիգի որին երես ունեն։ Իրենք կարծում են, որ քեղեցիկ են։ Բայց չէ, Գաբիգի որ ունեն։ Եվ հետո ուրիշ հարց մնա։ Յուրահատուկ լինելը շատ ավելի մեծ հարստություն է։ Այսօր հայ աղջիկներուն ես նայում, բոլորը չեսեմ, հետո գներվին, ընկերուներս կներվին միսները։ Մեծամասնությունը նույն տեսակի քիթ, նույն տեսակի մազ, նույն տեսակի գուրծ, նույն տեսակի որ։ Բրոշները բա։ Բրոշները ատեն էսի Գաբիգի որի գլմանի։ Իսկ մյուս կողմեն ես կարծում եմ շատ քեղեցիկ է հայուհին, եւ որ մեծ քիթ ունի։ Ես սիրում եմ մեծ քիթ հայուհին։ Դիմագից է ինչ որտեղ։ Այո, իր հայկական թիմակիցը նույնիսկ մեծ բզդիկ քիթով, բայց մեծ ասենք թե առանց գործողության շատ ավելի քեղեցիկ է։ Եվ մարդիկ բաժարապանություններ գիրբերեն ընդհանրապես։ Ներքին անբավարարությունն է եւ կոմպլեքսն է երևի թե այս հարցի, որ մարդու արտաքինը իրեն չի գոհեցնում եւ նա փորձում է ինչ որ միջամտություններ վիրահատական կատարել։ Մենք երբեք սովորություն չունենք, ոչ մեկ անհատին բարեհաջո լավ մաղթանքներ տալ։ Ցավոք։ Այո։ Ես իրականչուր գին արմատ որ տեսնեմ, ամուսնացած կամ չամուսնացած, ամուսին նակովն է եղած, միշտ իրեն լավ բաներ եմ ասում։ Վստահություն է արտանում կանաչ մեջ։ Գին արմատը գարիք ունի այդ բոլորին։ Դղա արմատն է գարիք ունի այդ բոլորին։ Այսօր տեսնում ենք դղաներ գնում են գլուխնի մազ են ածում։ Մանավանդ Թուրքիա են գնում, քանի ամենաարժանը Թուրքիա է։ Ոչ մի բան չի փոխվիր։ Ես ավելի քեղեցիկ եմ առանց մազի, քան թե մազով։ Ովը սավադիգա, ուրիշ մեկը չեսավ, ես էսի։ Ես ամեն օր որ հայելի մեջ ինքնից տեսնում եմ, ասում եմ հոյակապ դղամարդ տեստուն։ Ոչ մգան ունիմ, ոչ հասակ ունիմ։ Մարդիկ ինձ ասում են, մենք կարծում ենք, որ դու հասակավոր ես։ Ասում եմ, չէ, խոսքս հզոր է, ադորամար կարծում եք։ Այո։ Ուրեմն Ես հուսամ, որ այսօրվա մեր հաղորդումից մեր հեռուստադիտողները, ինչպես նաև մեր հետևորդները լիքը դրական եւ լավ բաներ քաղեցին եւ ամենակարևորը զգացին իրենց ինքնավստահ, որովհետեւ իսկապես կա այսպիսի հոգեբանական մոտեցում, երբ ինքդ քեզ ներշնչում ես, որ դու կարող ես ինչ-որ մի բան անել, գալիս է մի ժամանակ, շատ կարճ ժամանակ անցնում է եւ դու հասկանում ես, որ իսկապես ունակ ես դա անելու։ Անչափ շնորհակալ եմ ձեզ, որ այսօր ժամանակ գտաք եւ եկաք։ Բարի լույս։ Մեր հաղորդմանը բարի լույս, դա ձեր հաղորդումն ու բրենդն է, չէ՞։ Ես էլ եմ հանրայինում բրենդ բարի լույս վարել եւ գիտեմ։ Բարի լույսի գաղափարը անի է, որ բարի լինել եւ լուսավոր լինել։ Այս երկու դվյալները հայի մեջ են գբաքսի։ Այո։ Այսինքն նայեցեք, կան մարդիկ, որ ունեն, բայց ես միշտ թվապանությանը շատ օգտագործում եմ։ Եթե 51% մեր ասկին բարի լույս չունի իր մեջը, ասել չէ որ մեր ասկը բարի է եւ լուսավոր է։ Թեկուզ 49% ունենա։ Ես միշտ աշխատում եմ 2%-ի վրա։ Լինենք բարի Եվ լինենք լուսավոր։ Լուսավոր, այո։ Ստեփան Փարթամյանն էր իմ այսօրվա հյուրը։ Հարգելի հետևորդներ, կարող եք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, դե իսկ հեռուստադիտողներին հորդորում եմ շարունակել հետևել AMG-ի աշխատանքին։ Մնացեք արքայական հանգստի։